Բարի օր, զրուցելու ենք ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենյամին Պողոսյանի հետ։ Պարոն Պողոսյան, բարև ձեզ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Սկսենք այսօր վարչապետի ասածներից, վարչապետ Փաշինյանը ազգային ժողովից Ադրբեջանին առաջարկեց ՑԻԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը եւ խաղաղության պայմանագիրը միաժամանակ ստորագրել։ Փաշինյանը հիմնավորում է, որ եթե փակում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության էջը, ինչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Հիշենք, որ նաև Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի պահանջն էր։ Տեղին են արդյոք այս համատեքստում ընդդիմադիրների բարձրացրած մտահոգությունները, որ սա պարզապես փակելու է Ղարաբաղի հարցը, վերջնականապես այդ թվում արցախցիների հայրենիք վերադառնալու իրավունքի հարցը։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Կարծում եմ վարչապետի ասածների մեջ նորություն չկար, որովհետև Հայաստանի Հանրապետությունը եւ նաեւ վարչապետը արդեն մի քանի անգամ հայտարարել էին, որ Մինսկի խմբի լուծարումը Հայաստանի համար ընդունելի է, կամ առնվազն Հայաստանը դիտարկում է Մինսկի խմբի լուծարումը, այս խաղաղության գործընթացի համատեքստում։ Հիմա Մինսկի խումբը պետք է լուծարել խաղաղության պայմանագիրը ստորագրելուց 1 օր առաջ, 1 օր հետո։ Վերջերս արտաքին գործերի նախարարը նկատում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարը առաջարկեց 10 րոպե տարբերությամբ ստորագրել այդ երկու փաստաթղթերը խաղաղության պայմանագիր եւ դիմում ԵԱՀԿ-ին Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ։ Չեմ կարծում, որ սա էական նշանակություն ունի։ Այստեղ երկու բան կցանկանայի առանձնացնել։ Նախ մենք պետք է ֆիքսենք, որ նույնիսկ եթե Հայաստանը համաձայնվում է Մինսկի խմբի լուծարմանը, ընդ որում պատրաստ է ԵԱՀԿ-ին դիմել նույնիսկ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ, այլ ոչ թե անմիջապես կամ պայմանագիրը ստորագրելուց 10 րոպե անց, բոլորս ենք հասկանում, որ խաղաղության պայմանագիրի ստորագրումը դե բավականաչափ հեռու է, որովհետև a. Ադրբեջանը ունի եւս մեկ նախապայման, դա սահմանադրության տեքստի փոփոխությունն է Ադրբեջանի պահանջներին համապատասխան, եւ b. չկա բացարձակ որևէ երաշխիք, որ եթե նույնիսկ Ադրբեջանի այդ պահանջն էլ բավարարվի, եւ մենք ընդունենք, որ 2026 թվականին ինչ որ մի պահ, ասենք 2026 թվականի աշնանը կամ ձմռանը, մենք կունենանք սահմանադրություն, որը, այսպես ասենք, մտահոգություններ չի առաջացնի Ադրբեջանում, չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանի նախագահը չի վերցնի այլ պահանջներից որևէ մեկը, դա կարող է լինել Զանգեզուրի միջանցքի բացում, դա կարող է լինել Արևմտյան Ադրբեջանի ստեղծում, դա կարող է լինել ցանկացած այլ պահանջ։ Մենք գիտենք, որ Ադրբեջանի պահանջները շատ լայն են, եւ այդ պահանջներից մեկը տեղափոխել նախապայմանների զամբյուղ։ Ես մի քանի անգամ նշել եմ, որ Ադրբեջանը հիմա երկու զամբյուղ ունի, մեկը նախապայմաններ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար եւ երկրորդը այլ պահանջներ։ Այո, Զանգեզուրի միջանցքի բացում, Արևմտյան Ադրբեջանի ստեղծում, մի շարք այլ պահանջներ, անկլավների հարց կա, փոխհատուցման վճարում, Հայաստանի զենքի ձեռքբերման պայմանագրերի չեղարկում, արդեն ստացված զենքերի հետ ուղարկում եւ այլն եւ այլն։ Որից եմ ասում, չկա որևէ երաշխիք, որ նույնիսկ եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրության տեքստը համապատասխանի Ադրբեջանի պահանջներին, նախագահ Ալիևը այդ այլ պահանջների զամբյուղից չի կարող վերցնել որևէ մի պահանջ եւ տեղափոխել նախապայմանների զամբյուղ եւ ասել, որ այո, Մինսկի խումբը լուծարված է, այո, ձեր սահմանադրությունը իմ մոտ մտահոգություններ չի առաջացնում, սակայն կներեք, մինչև չբացվի Զանգեզուրի միջանցքը իմ պատկերացումների համաձայն, դες խաղաղության պայմանագիրը չեմ կարող ստորագրել կամ առնվազն խաղաղության պայմանագիրը չեմ կարող ավերացնել։ Չմոռանանք, որ Ադրբեջանը կարող է պայմանագիրը ստորագրել, սակայն այն չվավերացնել եւ դա իրավական առումով նույնը կլինի ինչ որ խաղաղության պայմանագրի չստորագրումը։ Հետեւաբար ես նույնիսկ շատ մեծ ուշադրություն չէի դարձնի արդյոք Հայաստանը պատրաստ է լուծարել Մինսկի խումբը, պատրաստ չէ լուծարել Մինսկի խումբը, որովհետեւ դուրս եմ ասում a. Դուրս կասկածներ ունեն, որ Ադրբեջանը ընդհանրապես ցանկանում է որևէ պայմանագիր ստորագրել, եւ b. բոլորս ենք հասկանում, որ նույնիսկ տեխնիկապես Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ նոր սահմանադրություն, որը ենթադրաբար կբավարարի Ադրբեջանի պահանջներին, ասենք լավագույն դեպքում 2026 թվականի ամռանը, եթե սահմանադրական փոփոխությունների հանրակվեն եւ խորհրդանական ընտրությունները անցկացվեն միևնույն օրը։ Եվ չմոռանանք մեկ այլ կարևոր խնդրի մասին։ Իսկ ինչ է տեղի ունենում, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրության այն նախագիծը, իսկ պարզ է, չէ՞, որ նախագիծը հրապարակվելու է նախորոք, եւ օրինակ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ այո, սահմանադրության այս նախագիծը արժանացել է իմ հավանությանը, եւ ես ասում եմ, որ այո, սա պետք է լինի Հայաստանի Հանրապետության սահմանադրություն։ Իսկ որոնք են երաշխիքները, որ Հայաստանի Հանրապետության բնակիչները անհրաժեշտ նվազագույն թվով ձայներ կտան այդ սահմանադրությանը։ Եթե ճիշտ եմ հիշում,
այս պահին սահմանադրությունը հաստատելու համար անհրաժեշտ է մոտ 500-653 հազար ձայն, եթե ճիշտ եմ հիշում, կամ մոտավորապես այդքան ձայն։ Այնպես որ իմ համար մի փոքր այս խոսակցությունները եւ այս հրատապությունը, որ այո, հիմա կստորագրվի պայմանագիրը, Մինսկի խումբը կլուծարվի, այլ բան է, որ եթե Հայաստանը գնա Մինսկի խմբի լուծարմանը, առանց խաղաղության պայմանագրի ստորագրման, պարզապես որոշի դիմել եւ լուծարել Մինսկի խումբը, հասկանալով, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը առաջիկայում հնարավոր չէ կամ շատ քիչ հավանական է։ Դա այլ խոսակցություն է։ Հիմա ինչ վերաբերում է Արցախի հարցին, տեսեք, իհարկե մի կողմից մենք կարող ենք պնդել, որ այո, Մինսկի խմբի լուծարումը եւս մեկ խոչընդոտ կստեղծի հետագայում Արցախի խնդրով բանակցությունների վերականգնման համար, որտեղ վերջին հաշվով սա ձևաչափ է, որը 2022 թվականի փետրվարի չի գործում, սակայն այդ ձևաչափը ստեղծված է հատուկ այս խնդրի համար եւ ստեղծված է արդեն ավելի քան 30 տարի։ Եվ իհարկե նրա լուծարումը հավելյալ խոչընդոտներ կստեղծի հետագայում, դա կլինի նոր իշխանության օրոք, թե հենց այս իշխանության օրոք Արցախի խնդրի շուրջ միջազգային բանակցային գործընթաց սկսելու համար։ Դա այդ process-ը էականորեն կբարձրացնի, սակայն անհնար չի դարձնի։ Հետաբար ես չեմ կարող նաև պնդել, որ եթե Մինսկի խումբը լուծարվում է, ապա հետագայում, եթե Հայաստանի կառավարության կամ Հայաստանի ղեկավարության մոտ լինի ցանկություն, ապա դա բացառում է Արցախի խնդրի վերաբերյալ բանակցությունների վերսկսումը։ Դա էականորեն բարդացնում է, բայց չեմ կարծում, որ բացառում է, եթե նորից եմ ասում, Հայաստանի ղեկավարության մոտ լինի համապատասխան ցանկություն եւ քաղաքական կամք։ Փաստացի Բաքուն այսօր իր նախապայմանները, պահանջները առաջ քաշելով ընդամենը ժամանակ է ձգում, նաև կարելի է ասել, եւ օրինակ այսօր վարչապետը սահմանադրության պահով ասաց, որ դա Ադրբեջանի անկեղծ մտահոգությունն է եւ ոչ թե որպես խաղաղության համաձայնագիրը չստորագրելու պատրվակ։ Բայց արդյոք մենք այսօր արդեն չենք տեսնում, որ Բաքուն տարբեր միջոցներով շատացնում է այդ պատրվակները խաղաղության փաստաթղթին չհասնելու համար։ Տեսեք, այս հարցին միանշանակ պատասխան ոչ ոք չի կարող տալ։ Դերևս եթե ուզում եք այս հարցի միանշանակ պատասխանը ստանալ, պետք է հարցադրույթ վերցնեք Ադրբեջանի նախագահից եւ այն էլ վստահ լինեք, որ ինքը դες կասի ճշմարտությունը։ Որտեւ հիմա նստել եւ ասել վերջին հաշվով իրականում ինչ է ցանկանում Ադրբեջանի նախագահը, դա իր համար պատրվակ է, թե դա իր համար անկեղծ մտահոգություն է, բացարձակ վստահ պնդել որևէ մեկը չի կարող, առնվազն չի կարող Հայաստանի Հանրապետությունը։ Սակայն մենք կարող ենք դիտարկել միտումներ։ Մենք բոլորս հիշում ենք, որ մինչև 2023 թվականի սեպտեմբերը կար ընկալում, այդ թվում նաև Հայաստանում, որ Արցախի հարցը կամ ավելի կոնկրետ Արցախի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը, դա հիմնական խոչընդոտն է հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Հետևաբար չլինի Արցախի Հանրապետություն, ապա մենք իրականորեն կմոտենանք խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Հիմա Արցախում էթնիկ զտումը իրականացվեց 2023 թվականի սեպտեմբերին, այսինքն արդեն անցել է 1.5 տարի, բայց մենք տեսնում ենք, որ խաղաղության համաձայնագրից դեռևս բավականաչափ հեռու ենք։ Հետևաբար առանց միանշանակ պնդումներ անելու, որտեղ նորից եմ ասում, ոչ ոք չի կարող Հայաստանի Հանրապետությունում սողոսկել նախագահ Ալիևի գիտակցության մեջ եւ 100%-ով ասել, որ այնինչ հիմա ինքը պահանջում է պատրվակ է թե մտահոգություն, բայց միտումներին նայելով մենք կարող ենք եզրակացնել, որ առավել հավանական է այն տարբերակը, որ Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիր, որ Ադրբեջանը ցանկանում է միշտ բաց պահել Հայաստանի դեմ ռազմական նոր էսկալացիայի հավանականությունը կամ հնարավորությունը, եւ խաղաղության պայմանագրի բացակայությունը դիտարկում է հենց այդ հնարավորության համատեքստում։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը չի կարող 100%-ով բացառել ռազմական գործողությունների վերսկսումը, հատկապես ներկա աշխարհում, երբ ընդհանրապես աշխարհակարգի կերպափոխում է տեղի ունենում միաբևեռից դեպի այլ աշխարհ։ Բայց նաև մենք պետք է հասկանանք, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը նվազեցնում է Ադրբեջանի կողմից հարձակման հավանականությունը, որովհետև ավելի է բարդացնում Ադրբեջանի համար այս կամ այն ձևով հիմնավորել, ինչու ինքը հարձակվում Հայաստանի վրա։ Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանի դեմ ցանկացած լայնածավալ հարձակումը, ես նկատի ունեմ սահմանային միջադեպեր, ցանկացած լայնածավալ հարձակումը արդարացնելը կամ միջազգային հանրությանը դա պատճառելը ավելի բարդ կլինի։ Հետևաբար նորից եմ ասում, մենք կարող ենք պնդել, որ ամենայն հավանականությամբ, բայց իհարկե ոչ 100% վստահությամբ, ամենայն հավանականությամբ Ադրբեջանը չի ստորագրում խաղաղության պայմանագիր եւ չի ստորագրի խաղաղության պայմանագիր, որտեղ ցանկանում է միշտ բաց պահել Հայաստանի դեմ
նոր ռազմական էսկալացիայի հնարավորության պատոհանը։ Եվ թերևս վերջին հարցով ամփոփենք մեր զրույցը, գուցե եւ դրանով է պայմանավորված վերջին ժամանակներում սահմանի երկայնքով կրակոցները եւ երեք օրինակ Բաքուն գնդակոծել էր Խնածախի մշակույթի տունը, ավելի վաղ բնակելի տուն էր վնասվել կրակոցից, բայց կառավարության ղեկավարներ պաշտպանության նախարարության պես այսօր կրկնեց, որ սրանք չթիրախավորված կրակոցներ են եւ Ադրբեջանի զինված ուժերում ըստ նրա անկարգապահության հետևանք է այս ամենը։ Փաստացի Նիկոլ Փաշինյանը այսօր Ադրբեջանին էլ կոչ արեց հետաքննել այս նշված դեպքերը եւ ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ։ Այս ձեր կարծիքով հատկապես այս ձեր վերլուծությունից հետո այս կոչը տեղ կհասնի, թե բայց եւ այնպես այդ կրակոցները հստակ մեսիջներ են մեզ։ Տեսեք, ես անկեղծ իրականորեն կզարմանամ, եթե հիմա Ադրբեջանում ընդհանրապես որևէ քայլ ձեռնարկեն Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկով կամ կոչով, որոնք խնդիրը այսինքն նույնիսկ անդերն էլ չեն, ցավոք սրտի ուժային հավասարակշռությունը այն չէ, որպեսզի Հայաստանի ղեկավարի կոչը կամ պահանջը կամ առաջարկը Ադրբեջանում լուրջ քննարկման առարկա դառնա։ Ինչ վերաբերում է կրակոցներին, ակնհայտ է, որ այս ամբողջ պատմությունը, այդ թվում նաև Ադրբեջանի պնդումները, որ մարտի 16-ից սկսած արդեն երևի 30 կեղծ հայտարարություն են տարածել, որ Հայաստանն է կրակում, դա միտում ունի նաև միջազգային հանրության շրջանում ձևավորել տպավորություն, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների գնալով սրվում են եւ ամենայն հավանականությամբ սա կարող է ավարտվել նոր էսկալացիայով։ Դին Ադրբեջանի խնդիրը դա է, ինչ որտեղ ձևավորել ընկալում, որ նոր էսկալացիան սպասելի է։ Այսինքն կարող ենք ասել, որ Երևանից անընդհատ հնչող խաղաղության կոչերը նաև այդ էսկալացիան կասեցնելու միտում ունեն։ Ես կարող եմ ասել, որ թերևս Հայաստանի Հանրապետության հայտարարությունները, որ կրակոցների թիրախային չեն, միտումնավոր չեն կամ ուղղված են, այսպես ասենք, ոչ կարգապահ զինվորների կամ հրամանատարական կազմի գործողությունների հետևանք են, ես կարող եմ ասել, որ սա ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է անել ամեն ինչ եւ անում է ամեն ինչ հնարավոր էսկալացիայից խուսափելու համար կամ ավելի ճիշտ, այսպես ասենք, զրկելու Ադրբեջանին ճակերտավոր լեգիտիմ հիմքերից էսկալացիայի գնալու համար։ Դա հասկանալի է, որ ընդհանրապես լեգիտիմ հիմքեր այլ պետության վրա հարձակվելու համար չկան, բայց Ադրբեջանը փորձում է ինչ-որ լեգիտիմ հիմքեր ձևավորել։ Իմ գնահատականով եւ նաեւ վարչապետը կարծես այսօր նշեց, որ պատերազմ չի կարող լինել, որտեղ պատերազմի համար որևէ հիմք չկա։ Երևի հույս ունեն, որ անընդհատ հայտարարելով, որ պատերազմի համար լեգիտիմ հիմքեր չկան, հայտարարելով, որ ադրբեջանական կրակոցները անկարգապահության հետևանք են եւ այլն, փորձում են չսրել իրավիճակը եւ ամեն կերպ հետաձգել, գիտեմ, մենք կարող ենք օգտագործել եւ հետաձգել տերմինը եւ խուսափել տերմինը, գիտեմ, նրանք ցանկանում են խուսափել, թե ցանկանում են պարզապես հետաձգել էսկալացիան, բայց հասկանալ է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը հիմա սա է անել ամեն ինչ, որպեսզի չլինի էսկալացիա։ Շնորհակալ եմ, ես հիշեցնեմ, զրուցում էի Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենյամին Պողոսյանի հետ։